Շնորհակալություն։ Արուսակ Ջուլհակյան։ Շնորհակալ եմ։ Կառավարության հանրագարժան անդամներ, հարցը ուղղված է Հայաստանի Հանրապետության վարչապետին։ Մեծարգո վարչապետ, վեհարանը ազատելու, վեհարանը իրապես վեհին վերադարձնելու ձեր խոսույթին ի պատասխան, կարծես թե առանձնապես առարկություններ չեն հնչում առայն, որ վեհարանը ապօրինաբար զբաղեցնող անձը խախտել է ուխտը կուսակրոնության եւ ունի զավակ։ Սակայն թվում է, թե արդարացումների փորձ է կատարվում, մասնավորապես որպես փաստարկ նշվում է, որ օրինակ նաև Գրիգոր Լուսավորիչն է ունեցել զավակ, արդյոք այս արդարացումները դες համար համոզիչ են եւ որևէ բան ձեր ընկալումներում փոխում են խնդրի վերաբերյալ։ Շնորհակալություն։ Հարցին կպատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պարոն վարչապետ, իդեպ լրացնելով հարցը, նաև Գուգարաս թեմի առաջնորդն է անդրադարձել հարցին դատարանի բակից, ինչքան էլ տարօրինակ չէ, ասելով, որ կուսակրոնության խնդիրը դիսցիպլինի կանոնական հարց է, այլ ոչ թե աստվածաբանական դոկտրինա։ Այս առումով էլ խնդրեի։ Շնորհակալ եմ հարցի համար։ Գիտեք, տեսեք, նախ եթե Գրիգոր Լուսավորչի հետ է զուգահեռը, թող Կտրիչ Ներսիսյանը ներկայացնի հանրությանը իր զավակին կամ իր զավակներին, որովհետև Գրիգոր Լուսավորիչը մի րոպե Գրիգոր Լուսավորիչը չի թաքցրել հանրությունից իր զավակներին, որովհետև նա մինչև Հայաստանի քրիստոնեություն ընդունվելը եկեղեցու հիմնադրումը այնուամենայնիվ մի քիչ այլ կարգավիճակ է ունեցել։ Երկրորդը, Գրիգոր Լուսավորչի մահից 25 կամ 26 կամ 27 Գրիգոր Լուսավորչի մահվան տարին մի քանի տարբերակներ կա, անց տեղի ունեցել, ելի եմ ասում, Աշտիշատի ժողովը, եկեղեցական ժողովը, Արշակ II թագավորի օրոք եւ Ներսես մեծ կաթողիկոսի օրոք եւ Աշտիշատի ժողովը որոշել է, որ կաթողիկոսը, եպիսկոպոսները պետք է լինեն կուսակրոն։ Եվ դրանից հետո ես մի հատ երկրորդ գիրքը արդեն բերեցի ինձ հետ, Կանոնագիրք հայոցը, որը ելի եմ ասում, շատ կարևոր է։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում գրանցված արդարադատության նախարարությունում գրանցված Հայաստանի այս առաքելական Սուրբ եկեղեցու կանոնադրության համաձայն ունի իրավաբանական ուժ այս գիրքը։ Եվ ահա Աշտիշատի ժողովից հետո էլի ժողովներ են տեղի ունեցել, որոնք հետևյալ կանոններն են սահմանել։ Ես հիմա մի քանիսը կընթերցեմ ուղղակի։ Կանոնագիրք կանոն Գրեմիա Եպիսկոպոսը կամ երեցը կամ սարգսակը, եթե պոռնկության մեջ կամ երթմնազանցության կամ գողության մեջ բռնվեն, կարգալույծ լինեն։ Երթմնազանցությունը տվյալ դեպքում նաև կուսակրոնության ուխտագիրը ստորագրած խախտելու մեջ է։ Հաջորդ կանոնը Շահապիվանի ժողովի կանոնը, որը ասում է, կանոն Ա, եթե եպիսկոպոսը պղծության, պոռնկության կամ ուրիշ վատթար գործի մեջ գտնվի եւ վկայությամբ հաստատվի, աթոռից եւ իշխանությունից մերժվի եւ քահանայություն չանի։ Կանոն է դա, օրենք է, սահմանադրություն է։ Հաջորդը Շահապիվանի կանոնագիրք կանոն Բ, եթե քահանան պղծության, պոռնկության, վատթար գործի մեջ գտնվի եւ վկայությամբ հաստատվի, քահանայություն չանի, այսինքն պետք է զրկվի։ Հաջորդը էլի Շահապիվանի ժողով եպիսկոպոս 3 կամ սարկաված կամ պաշտոնյաներից կամ ուխտավորներից որևէ մեկը չհամարձակվի տանտիկին պահել, ինչպես մծղեից սովորությունն է, մծղեները աղանդավորներից կարծեմ Պավլիկյաններին էին այդպես անվանում, եթե հայտնվի այդ ու հաստատվի կարգալույծ լինի հանցավորը։ Սա ասում եմ այն դեպքի համար, երբ որ կասեն չէ, դա պոռնկություն
բորնակության կամ շնության դեպք չի, այլ ընտանեկան, բան ստվերային, բայց հարաբերությունը, ասում է, եթե տանտիկին պահի, կարգալույց լինի, այսինքն քննարկման տեղ չի թողում, սա Հայաստանի այց առաքելական Սուրբ եկեղեցու կանոններն են, հաստատված դար, մեր պապական ավանդույթով, ես, որ արձագանքեք, ես էլի կշարունակեմ, որ չարաշահեմ։ Արձագանք։ Խնդրեմ շարունակեք, պարոն վարչապետ։ Պարսեղ մեծի կանոնները, էլի ես կանոնագրքից է, ինչ որ ասում եմ, այստեղից է, կանոն Ժ, կույսերը, որոնք մի անգամ խոստացել են նվիրել իրենց Քրիստոսին, եթե մարմնավորական ախտի մեջ կընկնեն, անարգում են այն ուխտը, որ դրել են Աստծու հետ, դրանց մեղանչումը ավելի չար է, քան արյունը։ Այդպիսի կույսը շնացողի պատժին է արժանանում։ Հաջորդը իթը կանոնը կույս լինելու խոստում անողը, եթե երթմնազանց լինի, շնացողի ապաշխարանքին ենթարկվի, նույն պատժին ենթարկվեն կուսակրոնության խոստում տվողները, որոնք այդ ուխտը խախտել են։ Այսինքն հասկանում եք, այստեղ Գրիգոր Լուսավորչի զուգահեռը ընդհանրապես տեղին չէ։ Էլի ասում եմ, հայ առաքելական եկեղեցու կանոնների մասին է խոսքը։ Սա նշանակում է, որ օրինակ Կտրիչ Ներսիսյանը ոչ միայն կաթողիկոս լինելու իրավունք չունի, այլ որևէ քահանայական ծես իրականացնելու իրավունք չունի, որովհետև նա այս կանոնների համաձայն պղծության, շնության, պոռնկության եւ այլն մեղքերի բերումով դադարում է լինել եպիսկոպոս, դադարում է լինել քահանա, դադարում է լինել կաթողիկոս, ամեն շատ պարզ է, ըստ հայ առաքելական եկեղեցու կանոնների եւ ավանդի։ Ես այս ավանդն եմ պաշտպանում։ Նրանք պղծում են մեր եկեղեցու դարեդար ավանդված կանոնները։ Շնորհակալ եմ։ Թագուհի Ղազարյան։ Շնորհակալություն։ Հարցը սուղում եմ կրթության գիտության